Պիղատոսը մի տախտակի վրա գրեց և դրեց խաչի վրա, գրված էր. Հիսուս Նազովրեցի, հրեաների թագավոր։ Այդ տախտակը հրեաներից շատերը կարդացին, որովհետև այն տեղը, որտեղ Հիսուս խաչը հանվեց, քաղաքին մոտ էր, իսկ տախտակի վրա գրված էր եբրայերեն, հունարեն ու լատիներեն։ Նայիր խաչի գրությանը, սա պատահական գրություն չէ։ Սովորաբար կամ խաչվողի առջևից, կամ նրա պարանոցից, կամ խաչապայտին տախտակ էր ամրացվում, ուր գրվում էր խաչվողի հանցանքը, բայց զարմանալին գրության բովանդակությունն է։ Հիսուս Քրիստոսին շատ բաների մեջ ամբաստանեցին Պիղատոսի առաջ, բայց տեսեք Պիղատոսը ինչ գրեց տախտակի վրա։ Չնայած հրեա առաջնորդները ընդվզեցին և փորձեցին փոխել գրությունը, թե ինքը ասաց, որ հրեաների թագավոր է, բայց այն մնաց անփոփոխ, գրված ի ցույց բոլոր ականատեսների և անցորդների համար։ Ինչու՞։ Ուղղակի կամ անուղղակի, համոզումով կամ որպես սարկազմ, այս ավետարանում Հիսուսի թագավոր լինելը հաստատվում է շատերի կողմից։ Ահա ձեր թագավորը, այսպես է դիմում Պիղատոս ժողովրդին, մինչ ներկայացնում է Հիսուսին հարցաքննության ժամանակ։ Իր թագավոր լինելը շեշտվում է ավետարանի սկզբից մինչև Հիսուսի մահը։ Դա լսում ենք թե Նաթանայելի շուրթերից, դու ես Իսրայելի թագավորը, թե դեպի Երուսաղեմ իր հաղթական մուտքի ժամանակ, երբ ժողովուրդը աղաղակում էր Օվսաննա թագավորին, թե հակառակորդների կողմից, երբ զինվորները ծեծում ու ծաղրում էին, և կամ Պիղատոսը, երբ հարցաքննում էր, և թե խաչի վրա արված գրությամբ։ Տեր Հիսուսն այս ավետարանում ինքն իր մասին խոսում է ասելով, որ իր թագավորությունը այս աշխարհից չէ, այն երկնային բնույթ և ծագում ունի, որտեղից և ինքը եկել է։ Իր թագավորության սկզբունքները, չափանիշները նման չեն այս աշխարհին։ Նա միակ թագավորն է, որի բազմոցը ոչ թե ոսկեպատ բազկաթոռը եղավ շքեղ պալատի մեջ, այլ խաչը պատրաստված փայտից Գողգոթա լեռան վրա, որի վրա նա բարձրացավ և բազմեց իր կյանքը զոհելով, որովհետև նա եկավ, որ կյանք ունենանք և ավելիով այն ունենանք։ Նա միակ թագավորն է, ում գլուխը զարդարեց ոչ թե թանկարժեք քարերով ոսկյա թագը, այլ փշե պսակը, քանի որ նա մեր մեղքերի համար կրեց ամեն տեսակ նախատինք։ Նա միակ թագավորն է բոլոր ազգերի համար, ով չի ընդունում մարդկանց կողմից գծված սահմանները և բաժանումները և չի սահմանափակում ոչ մեկի, ով ցանկանում է գալ դեպի իրեն։ Դրա համար երեք լեզուներով, բոլորին ընթեռնելի ու հասկանալի, խաչի վրա գրվեց Հիսուսի թագավոր լինելը, որպեսզի ամեն անցորդ կարդալով ընդունի և հավատա ու փրկություն գտնի։ Այսօր, մինչ մեր հայացքը ուղղում ենք խաչին, մենք ևս կարդում ենք այս գրությունը. Հիսուս Նազովրեցի, թագավոր հրեաների։ Կարող ես տեսնել խաչին գամված Հիսուսի մեջ քո կյանքի թագավորին, որ իր մահով քեզ հավիտենական կյանք շնորհեց։ Կարող ես ասել, որ նա քո թագավորն է ու ապրել իր կամքի համաձայն։ Տեր, օգնիր ինձ իմ կյանքի բոլոր օրերում միայն քեզ իմ սրտում ունենամ։ Ամեն։